մի հատ գիրք եմ կարդում, շատ եմ տպավորված, պետքա ձեր հետ է կիսվեմ, կոչվում է Հայաստան արարչագործությունից մինչև երկրորդ գալուստ, Աշոտ Դպիր Արևշատյանն է գրել, ու առաջին գլխում ապացուցում է, որ դրախտը Աստված Հայաստանում է դրել, սենց բերում է շատ տեսանկյուններ, բոլորի տեսանկյունները բերում է, բայց ասում է տեսեք, այս որ Հայաստանում է եղել դրախտը, դրա արժան հավատությունը ավելի բարձր է, քան թե մյուսներին է։ Չի պնդում, ուղղակի ապացույցներ է բերում, այդ ոճը ինձ շատ է դուր գալիս, որ դրախտը Հայաստանում է, 3 ապացույց է բերում, մեկը աշխարհքաղաքական ապացույց է, այնտեղ ասում է, որ Աստված դրախտը տնկեց արևելյան կողմում Եդեմի մեջ, հա? Եթե Մովսեսն է գրել այդ նախադասությունը Աստվածաշնչի մեջ, Մովսեսը դա կամ գրել է Եգիպտոսում Սինա սարի մոտակայքում, կամ գրել է դա Իսրայելում, երկու դեպքի համար էլ Հայաստանը գտնվում է հյուսիսում, բա ոնց եղավ, որ ասում ենք Հայաստանում է տնկել, ուրեմն Հայաստանի նախկին այն ժամանակ բոլորը Հայաստանին են ճանաչել որպես արևելք, ավելի շուտ Հունաստանն է ճանաչել Հայաստանին որպես արևելք, Հռոմն է ճանաչել Հայաստանին որպես արևելք եւ այդ աշխարհքաղաքական անունը բոլոր ազգերը օգտագործել են։ Ոնց որ այսօր ասում են ծագող արևի երկիր հասկանում են Ճամպոնյան, այն վաղտել ասել են արևելք, հասկացել են Հայաստանը։ Նույնիսկ Անատոլիա բառը, որ հույներն ու հռոմեացիները օգտագործել են մեր հայկական կողմերը նկարագրելու համար, ավելի շուտ բարձր հայքը, Կապադովկյան, ծոփքը եւ այլնս, ասել են Անատոլիա։ Անատոլիա նշանակում է արևելք, իսկ հետագայում արևելյան Անատոլիա, արևելյան արևելք Հայաստանին են ասել, բայց արևելք ոնց որ հենց այդ բարձր հայքի, ծոփքի, Կապադովկիայի տարածքն է եղել։ Այսքանը հիմա մի այլ վիդեո էլ կնկարեմ մնացած ապացույցների մասին։